Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 175-175-ի դիմաց սկզբունքով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեջբերում որպես բարի կամքի դրսևորում ուկրաինական կողմին է փոխանցել ևս 22 ծանր վիրավոր ռազմագերիների, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն։ Գերիների սպասվող փոխանակման մասին 3 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահն էր տեղեկացրել։ Կրեմլի խոսնակն այսօր հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները միմյանց լավ հասկանում են և վճռական են քայլ առ քայլ վերականգնելու Միացյալ Նահանգներ-Ռուսաստան վատ թարացած հարաբերությունները։ Նախօրեին կայացած Թրամփ-Պուտին զրույցից ժամեր անց Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրեցին գիշերը օդային հարձակումների համար, հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, ներառյալ ենթակառուցվածքներին, հաղորդում է Reuters-ը։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Օլցը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ խոսել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերի մասին։ Reuters-ի փոխանցմամբ ամերիկացի պաշտոնյան ասել է, մեջբերում եմ, մենք պայմանավորվեցինք, որ մեր տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Էր-Ռիադում, կենտրոնանալով մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման վրա։